Եթե երգեցողության ժամանակ չի հերիքում ձեր շունչը, ապա միացեք միասին կկատարենք շնչառական գիմնաստիկա։ Առաջին վարժությունը վերցված է Ստրելնիկովայի շնչառական գիմնաստիկայի շարքից։ Կատարում ենք հետևյալ կերպ։ Կարծես ինքներս մեզ գրկելով ներշունչ եւ արտաշունչ։ Սկսեցինք։ Ներշունչ, արտաշունչ, ներշունչ, արտաշունչ։ Եվ այսպես 8-ից 12 անգամ։ Հաջորդ վարժությունը խորը ներշունչ եւ արտաշնչում ենք ս տառը։ Ինչքան երկար կարողանաք արտաշնչել, այնքան ձեր օգուտն է։ Երրորդ վարժությունը շատ զարգացնում է մեր ստոծանին։ Երևի ակներև կզգաք, թե ինչպես է սկսում աշխատել ձեր ստոծանին, դիաֆրագման, որը շատ կարևոր է երգեցողության ժամանակ։ Չորրորդ վարժությունը եւ այսպես շարունակ։ Ինչքան կկարողանաք, այնքան կատարեք այս վարժությունը։ Շնչառական վարժություններ կատարելու ժամանակ շատ հնարավոր է ունենալ գլխապտույտներ։ Նստեք, հանգստացեք, հետո նոր կշարունակեք ձեր շնչառական գիմնաստիկան։